Ավարտեց Ոսկե ծիրան 13-րդ միջազգային կինոփառատոնը։ Հանրային օրակարգի հատուկ թողարկմանն այսօր հյուրընկալել ենք կինոփառատոնի պատվավոր հյուր աշխարհարչակ դերասանուհի Ժակլին Բիսետին։ Բարի երեկո, շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ հյուրընկալվեցիք մեր հաղորդաշարին։ It's a pleasure. Մեծ հաճույքով։ Ինչպե՞ս եք։ I'm okay. Հիանալի, այսօրերը բացառիկ լավն էին։ Առաջին անգամ եք Հայաստանում։ This is my first Այո, time. առաջին անգամ եմ եւ հուսով եմ ոչ վերջին։ Իսկ մինչ գալը որևէ բան լսել եք Հայաստանի մասին։ Of course I have. I live in Los Angeles and there are many Իհարկե լսել էի։ Ես ապրում եմ Լոս Անջելեսում, ուր բազմաթիվ հայեր կան։ Նրանց հետ ես քննարկումներ եմ ունեցել, փորձել հասկանալ նրանց կյանքը։ They seem no. Կարծես թե նրանք երջանիկ են Ամերիկայում, բայց ամեն դեպքում հայրենիքից հեռու են։ Ես զգում եմ դա։ Հասցրեցիք այս մի քանի օրվա ընթացքում ծանոթանալ Ոսկե ծիրանի ֆիլմերին եւ ընդհանրապես տպավորություն կազմել փառատոնի մասին։ I only saw one film and Ես ընդամենը մեկ ֆիլմ եմ դիտել։ Դա մի հրաշալի ռումինական կինոնկար էր։ Ցավոք անունը չեմ հիշում։ Ֆիլմի գործողությունը ծավալվում էր մեկ բնակարանում։ Շատ եմ ցավում, որ միայն մեկ կինոնկար հասցրեցի դիտել։ Երբ դու մի քանի օրով հրավիրված ես նման հրաշալի առիթով, շատ դժվար է ամեն ինչ հասցնել։ Ես նաև ուզում էի տեսնել Երևանը, ծանոթանալ քաղաքին, այցելեցի Գեղարդավանք եւ այն ինձ շատ տպավորեց։ Հիանալի կոթող է։ very emotional actually for me. Ինչ բացահայտեցիք դուք ձեզ համար այստեղ։ I have to say Որքան էլ տարօրինակ հնչի սնունդը, այն ապշեցրեց ինձ։ Ինչ այլոց դուք ձեր հարցազրույցներում շատ եք խոսում այն մասին, որ համեղ պատրաստում եք։ well, sometimes it's all relevant. But since I've been here, Գիտեք, շատ դեպքերի համար տեղին է այդպես ասելը, բայց քանի որ այստեղ եմ, պետք է խորացնեմ խոհարարական գիտելիքներս։ Դուք ունեք որոշ համեմունքներ, որոնք ինձ ծանոթ չեն։ Ես կուսումնասիրեմ դրանք։ Ինչ շատ դուր եկավ ձեր խոհանոցը, հատկապես ընթրիքներին առաջարկված ուտեստներն իմ քիմքին չափազանց հաճելի էին։ Մի տեսակ հանգստություն բերող սնունդ եւ առհասարակ հանգիստ կենսակերպ ունեք։ Կարծում եմ, շատ ջերմ երկիր ունեք։ Ինչու որոշեցիք մասնակցել Ոսկե ծիրանի։ it actually was the third year that Անկեղծ ասած, արդեն երրորդ տարին է, որ փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը հրավիրում է ինձ մասնակցելու փառատոնին։ Նա ինձ հետ կապ էր հաստատել փառատոնի մեկնարկից շատ ավելի վաղ եւ անհնար էր կոնկրետ պատասխան տալը։ Ես նրան ասացի, որ առնվազն մեկ ամիս առաջ կիմանամ սպասվող ծրագրերիս մասին, այնպես որ սա արդեն երրորդ փորձն է։ Շատ են խոսում այն մասին, որ ժամանակակից կինոն սկսել է ավելի շատ գնալ պահանջարկը բավարարելու յետևից եւ լավ կինոն սկսել է անհետանալ։ Համաձայն եք այդ կարծիքի հետ։ I think it's a tendency. Այո, կարծում եմ, որ նման միտում կա, բայց միաժամանակ մի ստվար զանգված կա, որն ուզում է անկախ, մտավոր որոշակի բևեռ ունեցող, հոգեբանական եւ ուշագրավ ֆիլմեր դիտել։ Ես ինքս գերված եմ եղել նման ֆիլմերով։ Երկրից երկիր այդ միտումը տարբերվում է։ Օրինակ Ֆրանսիան շատ ավելի հետաքրքրված է հեղինակային կինոյով։ Հայաստանի մասին չեմ կարող ասել, չգիտեմ։ Ամերիկան հիմնականում լենսվարման ֆիլմեր է արտադրում հանրության բոլոր շերտերի համար։ Շուկան եւ աշխարհը բազմազան են։ Դերասանների համար թերևս ցանկալի է նման մի ֆիլմում հանդես գալը հայտնի դառնալու համար։ Այնուհետև կարող են արդեն ավելի ծանր ու լուրջ կինոնկարում խաղալ։ Ես նվազագույն թվով լենսվարման ֆիլմերում եմ խաղացել։ Երբ սկսեցի կարիերաս, հրավիրվեցի խաղալու օրինակ Սթիվ Մաքքուենի ընկերուհու կամ Դին Մարտինի ծանոթուհու դերում։ Նման ֆիլմերը սկզբի համար ված չէին, քանի որ ես շատ բան սովորեցի։ Ես զննում էի բոլորին, փորձում էի հասկանալ, թե ինչ է կատարվում նկարահանման հրապարակում։ Ես լուր հետևում էի ու հասկանում, որ նման ֆիլմերն ինձ համար չեն, եւ մտածում էի, որ մի օր անպայման հոգեբանական ֆիլմում դեր կմարմնավորեմ։ Մենք ընդհանրապես շատ չենք գիրագնահատում կինոյի նշանակությունը, որովհետև դուք էլ բնականաբար հաճախ լսած կլինեք, որ կարծիք, որ կինոն պետք է մարդուն կրթի, պետք է դաստիարակի, պետք է գեղագիտական ճաշակ։ Միգուցե մենք գերագնահատում ենք կինոյի դերը։ I don't know what people think. I think that very often the Չեմ կարող ասել, թե մարդիկ ինչ կարծիքի են։ Կինոն միշտ չէ, որ ժամանակակից հասարակության հետ գծով է զարգանում։ Շատ կինոբեմադրիչներ հաջողում են գտնել ճիշտ իրողությունը, մեխը եւ արտացոլել աշխարհի իրականությունը։
Ես չգիտեմ, ինչ եմ անձնապես ուզում կինեմատոգրաֆից, դեռևս ուզում եմ ինքս ինձ կրթել, սա է իմ ցանկությունը, երբ որևէ կինոյի ջում դիտում եմ, թե ինչ է կատարվում, ընտրում եմ նախ երկիրը, օրինակ, ինչ կարող եմ դիտել Լոս Անջելեսում, սովորաբար ոչ մեծ թվով արտասահմանյան ֆիլմեր, բայց երբ ակադեմիայի անդամ էի, տարեվերջին հնարավորություն ունեի դիտելու մի շարք ֆիլմեր, եւ դա հրաշալի էր, այնտեղ էլ ճանաչեցի շատ երկրներ, փորձեցի բացահայտել դրանք։ Այնքան ֆիլմեր կան, որոնք պետք է դիտել որպես ակադեմիայի անդամ, եւ ես փորձում եմ դիտել հնարավորինս շատ ֆիլմեր։ Իմ սիրտը մշտապես անկախ ֆիլմերի եւ վավերագրության հետ է։ My heart is usually with these independent films and documentaries. Մենք խոսեցինք այն մասին, թե ինչ պետք է տա կինոն մարդկանց, իսկ ինչ է կինոն տալիս ձեզ։ It gives me education. Նախ եւ առաջ կրթություն։ Իդեպ ձեր կինոկենսագրության օրոք դուք բազմաթիվ ֆիլմերում եք նկարահանվել եւ խաղացել եք ամենատարբեր դերեր Ժոզեֆինայից սկսած մինչեւ Աստվածամայր։ Այդուհանդերձ կա ինչ-որ մի դեր, որը դեռ չեք խաղացել եւ կուզեիք խաղալ։ Yes, well, there was a period when I was playing many different kinds of mothers. Այո, կար մի շրջան, երբ նոր դերեր էի խաղում, ամենատարբեր դրսևորումներով։ Sarah, mother of Խաղացել եմ Հիսուսի, Ժաննա Դարկի եւ այլ հայտնի կերպարների մայրերի դերեր։ And then I played a Մի օր որոշեցի, որ այլևս բավական է, ապա ես խաղացի մի մադամի դեր, օգնել էի մոր կերպարի նույնատիպ դիմահարդարումներից ու բեմական զգեստից։ What was the role? Sorry, what was the question? Կա արդյոք մի դեր, որը դեռ չեք խաղացել, բայց կուզեիք խաղալ։ Մնացել է երազանքների Of միջից։ course, I'd love to play a sort of a criminal character. Yeah, I would like to play a very Իհարկե, ես շատ կուզեի խաղալ մի քրեական տարի։ Բարդ կերպար եմ ուզում մարմնավորել։ Ուզում եմ նաև ավելի շատ կատակերգական դերեր խաղալ։ Մի խոսքով ցանկացած դեր, որը շատ լավ է գրված։ Խոսքերն ամբողջ գործընթացի կարևորագույն մասն են։ Շատ կարևոր է լավ սցենար ունենալը, թեկուզ ընդամենը 1-2 տող ամբողջ տեքստում, որը կգրավի քեզ։ excites you. Երբ կարդում եք ձեր հարցազրույցներից մեկը, այնտեղ մի դրվագ կար, երբ դուք խոսում եք անձնական կյանքի մասին եւ ասում եք, որ աշխատանքը տարել է ձեր ժամանակի հիմնական մասը եւ դուք ապրում եք հիմայով, այսինքն հիման այս պահով ապրելը ձեզ համար կոնցեպտ է, որով ապրել եք։ I really try. And I was talking recently about this. Ես իրապես փորձում եմ։ Վերջերս մի առիթով խոսում էի այդ մասին։ Տեսեք, դպրոցում դուք սովորում եք համեմատել ու հակադրել ամեն ինչ, որպես մտածողության յուրատեսակ ձև։ Thinking. And okay, so you learn this and you write an essay and they say good. Դուք սովորում եք այդ ամենը, շարադրում ձեր մտքերը, ուրիշները կարդում եւ գնահատում են դրանք, ապա դուք փորձում եք ապրել ձեր կյանքը։ Եվ մի օր ինպես հասկանում եք, որ անընդմեջ դրանով եք զբաղված, համեմատելով եւ հակադրելով, եւ որ ներկայով չեք ապրում։ I'm trying really hard to not criticize, not have comment about stuff, to be quiet. Ես հետևություններ արեցի եւ փորձում եմ ոչ թե քննադատել կամ մեկնաբանել ինչ-որ երևույթ, այլ հաճախ լուռ մնալ։ Վնասային զգացողություններս թողնել մի կողմ։ Փոխարենն ասում եմ ինքս ինձ. բացիր քեզ եւ թող որ ամեն ինչ ներհոսի։ Ես շատ ուրախ եմ իմ այս փոփոխությամբ։ Այդ կերպ ես կյանքից շատ ավելի մեծ հաճույք եմ ստանում, ավելի երջանկանում, նոր բաներ եմ սովորում։ Դա հրաշալի լուծում է։ Ես մի կողմ եմ թողնում մնացածը, ես գիտեմ իմ ճաշակը, բայց նաև կարծես մի տեսակ պաշտպանություն է։ Երբ ես հաստատվեցի Ամերիկայում, շատ բաների հետ չէի համակերպվում, ես հատկապես չէի հավանում ճարտարապետական ոճը, կարծես մի տարօրինակ ձեռագիր լինել, ինձ համար խորթ էր մարդկանց հագու կապը, սնունդը եւ այլն։ Very comedic taste, the way people dressed, the way I didn't like the food, I didn't like many things. Հետո ինքս ինձ հարցրի. ինչու եմ անընդհատ հղում անում անցյալիս։ Ես դադարեցի այդ կերպ վարվել եւ այժմ տարիների հեռվից անցյալիս նայում եմ միայն հաճույքով։ Բոլոր այդ անհասկանալի երևույթներին եւս եւ դրա դիմաց շատ բան եմ ստանում։ Այդպես կյանքը փոքր-ինչ լուսավոր է դառնում։ Life is a little lighter. Հասցնում եք հետևել այն ամենին, ինչ կատարում է կինոյի աշխարհից դուրս։ Always. Այո, բավականին։ Ձեր մեջ նաև ֆրանսիացու արյուն կա։ Մի քանի օր առաջ ֆրանսիական լիսում սարսափելի ողբերգություն տեղի ունեցավ, ընդ որում դա հերթականն էր, այսինքն առաջինը չէր։ Ձեր կարծիքով ինչ է փոխվել աշխարհում։ Ինչ է փոխվել մարդկանց մեջ,
որոնց ստիպում է այսքան դաժան դառնալ կյանքին։ Well, I think there've been some politicians who've done stupid things, have caused problems. Կարծում եմ հիմար արարքներ թույլ տված քաղաքական գործիչներն են, որ խնդիրներ են ստեղծել։ Չեմ կարծում, որ նման խնդիրների մեծ մասը կրոնական է, ինչպես ոմանք պնդում են։ Դրանք արվել են ի պատասխան սպանությունների։ Երբ դու մարդկանց սպանում ես, նրանք էլ կցանկանան քեզ ոչնչացնել։ Ցավոք, ինձ նման քաղաքական քայլեր են ձեռնարկվել։ Ես չեմ մեղադրում մահմեդականներին, ինչպես շատերը։ Սա չի խնդիրը, կարծում եմ։ Ես բազմաթիվ մահմեդական մարդկանց եմ հանդիպել, որոնք բացառիկ հաճելի, բարի եւ բարեկիրթ մարդիկ են։ Որևէ մեկը չպետք է մարդկանց վրա հարձակվի։ Ամերիկան սխալներ շատ է արել։ Այսօր աշխարհը կառավարվում է ռազմական եւ զենքի բիզնեսների հիման վրա։ Դա խառնվում է շատ ազգերի կյանքին։ Դրանք սարսափելի հանցանքներ են։ This is generally more about entertainment, this interview, I believe. Իհարկե հարց տալիս եմ նաև այն պատճառով, որ շատերը համոզված են, որ մարդկանց մեջ ագրեսիան, որը առավել նկատելի է վերջին շրջանում, առաջանում է նաև էկրանից եկող մեսիջների ուղերձների պատճառով, այսինքն էկրանին նրանք տեսնում են բռնություն եւ դրանք կյանքում նույնպես գործում են այդ բռնությունները։ Of course. Toys, children. Դուք ճիշտ եք իհարկե, անգամ երեխաների խաղալիքները մենք անկումային ենք դառնում այդ բռնության պատճառով, այն հասել է անպատմելի չափերի։ Զենքի շրջանառության հետ կապված իրավիճակը Միացյալ Նահանգներում սոսկալի է։ Եվ ես չգիտեմ, ինչպես հանգուցալուծել այդ իրավիճակը, քանի որ սահմանադրությունն ամրագրում է զենքի մասին դրույթը։ Կարծում եմ այստեղ Հայաստանում դուք զինված չեք, այդպես չէ։ Ոչ, զենք չեք կրում իհարկե։ Բացի զենքից, կարևոր է նաև ատելության եւ դրա դրսևորումների դեմ պայքարը, բարկությունը, անհանգստությունը, մարդկանց նկատմամբ անբավարար կարեկցանքը, գործազրկությունը մարդկանց մղում են ագրեսիվության եւ բռնությունների։ Վերադառնանք կինոյին, դուք դեռ շարունակում եք նկարահանվել ակտիվ, այսպես տերերով։ Yes. Այո, վերջերս մի հրաշալի ֆիլմ ունեցանք Ben Kingsley-ի հետ։ Նա շատ հետաքրքիր դերասան է համատեղ աշխատանքի համար։ Եվ երբ ենք դա տեսնելու։ Well, this is being edited now. Այժմ այն մոնտաժվում է, չեմ կարող ասել։ Ֆիլմի ռեժիսորը դանիացի Per Flynn է։ Ամռան ընթացքում նա դադար է վերցրել, թեև բուն ֆիլմը մոնտաժման փուլում է։ Ենթադրում եմ, հոկտեմբերին այն կարող է ավարտուն տեսքի բերվել, սակայն չեմ կարող ասել, երբ կհանձնվի կինոսերների դատին։ Քրեական չէ, ինչպես դուք ցանկանում եք։ No, I'm playing the boss of the UN in Baghdad. Ոչ, ես խաղում եմ Բաղդադում ՄԱԿ-ի ներկայացուցչության ղեկավարի դերը։ Ֆիլմը պատմում է Սադամի օրերի Իրաքի եւ նավթ բարենի դիմաց ծրագրի մասին։ Ներկայացվում է կոռուպցիոն մի դրվագի պատմություն։ Ben Kingsley-ն խաղում է ՄԱԿ-ի նյույորքյան ղեկավարի դերը։ Office. Դուք քիչ առաջ ասացիք, որ քաղաքականության մեջ չեք ցանկանում այդքան խորանալ, բայց դերը կարծեք թե քաղաքական է։ Այո, քաղաքական է։ Եվ վերջին հարցը, ինչ եք տանելու ձեզ այդ Հայաստանից։ Ես ոչ թե սուվենիրներն նկատի ունեմ, այլ զգացողությունները։ Կամ միգուցե նաև սուվենիրները։ Well, Ընկերներիցս երկուսի համար շապիկներ եմ գնել։ Նրանք հատուկ խնդրել էին ինձ այդ մասին։ Ես համարյա մոռացել էի այդ փաստը։ Լավ է, որ հիշեցի։ Ես ինձ հետ տանում եմ Հայաստանի սիրտը։ Ես համոզված եմ, որ ձեզ Հայաստանում շատ են սիրում եւ Հայաստանում միշտ ուրախ կլինեմ, որ դուք լինեք այստեղ, հաճախ այցելեք։ thank you. Եվս մեկ անգամ շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ ընկալվեցիք։ Thank you very much. Շնորհակալ եմ։ Ափսոս ձեր լեզվով չեմ խոսում։ Կսովորեք։ Yes. Այո, շատ լեզուներ կան սովորելու։ Thank you very much. Thank you.